Մենք գործ ունենք մարդկանց փրկելու կոնկրետ անհրաժեշտության եւ փաստի հետ, չէ՞։ Ով ինչ կարող է անել, դա է էականը։ Դուք ասում եք իշխանությունը կարող է անել, չի անում։ Գիտեք, եթե իշխանությունը 2020 թվականին հանուն իր վարկանիշի չփրկեց Եռաբլուրում։ Ռուսները ոչինչ պետք է չանեն, ասում եք։ Իսկ ինչու՞։ Ես գտնում եմ, որ ռուսներն էլ պետք է ինչ-որ բան ձեռնարկեն։ Պետք է նախ մենք իր իշխանությունը պետք է ունենան ցանկությունը։ Տարիներ շարունակ լիակատար հավատարմություն են հայտնել ռուսական կողմին։ Հարցը հավատարմություն հայտնելը չի։ Հարցը նրանում է, գիտեք, մի քիչ ռուսական կայսերական ուղեղի մեջ հավատարմություն հայտնել այդքան էլ չի տեղավորվում, որտեղ իրենք ունեն իրենց շահերը։ Եթե մենք գնանք բացատրենք, թե ինչու պետք է ռուսները այդ մարդ օգնեն, որպեսզի մենք նրանց որ այդ շահերին խաբվել են։ Այո, դա այլ բան է։ Բայց ասել, որ նրանք ձեզ տարիներ շարունակ հավատարիմ են եղել, փրկեք նրանց, այս աշխարհաքաղաքական պայմաններում սա քաղաքական խոսակցություն չի։ Լավ, կա մեկ այլ վերսիա, որ Ադրբեջանը այս խնդիրը ուռճացնում է, որպեսզի ի վերջո տեղավորի բանակցային օրակարգում։ Այն հիմա չկա բանակցային օրակարգում։ Մենք ինչ կարող ենք անել։ Դա ես կարծում եմ իշխանության թեզն է։ Որ բանակցային։ Բայց դա արդեն կա բանակցային օրակարգ։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանը պետք է տա մեր բոլոր ռազմագերիներին եւ պատանդներին։ Չէ, խոսքը այն փաստաթղթի մասին է, որ հիմա գնում է Բաքու, գալիս Երևան, գնում է Բաքու, գալիս Երևան։ Մենք էլ ենք ասում, մենք էլ ենք ասում, այո, թող դառնա։ Թող դառնա, որ հետ բերենք։ Իսրայելը չի բանակցում իր գերիներին հետ, հատիկ իր գերիներին հետ է բերում։ Իսկ մենք ինչու ենք մտածում, որ դա ամոթ է կամ դա պարզապես այս իշխանությունը ամեն ինչից վախում է։ Գերու դիմաց 100-ին է վերադարձնում։ Մենք այդպիսի ռեսուրս չունենք այստեղ։ Ուրեմն պետք է այլ բան։ Գիտեք, ես հիմա կմտածեք, որ շատ հեշտ եմ խոսում, բայց երբ դու ունես իշխանություն, երբ դու ունես լծակներ, հավատացեք, հարց լուծելը շատ հեշտ է լինում։ Եվ ունես խելք, եւ ունես ցանկություն։ Հասարակությունը այդ մարդկանց հարցը չի լուծելու, անհատները, ովքեր պաստառներով հավաքվում են կառավարության դիմաց, չեն լուծելու։ Աղմկել բոլոր հնարավոր ատյաններում, դա պետք է անել, բայց դա հարցի լուծում չի, հարց լուծելը կոնկրետ գործողություններ են, որը պետք է ձեռնարկի իշխանությունը, եւ դա պետք է անի հրապարակային եւ ոչ հրապարակային մեթոդներով։ Գալիս է մի պահ, երբ Բաքուն այդ խնդիրը դնում է մեր առջև, ասում է՝ այ 23 ռազմագերի կա այս պահին Բաքվում, արեք սա մենք կվերադարձնենք, պետք է անել այդ քայլը։ Ես չեմ տեսել, որ Բաքուն ռազմագերիների պահով որևէ պահանջ այս պահին դնի։ Դե ասում եմ։ Եթե դնի, պետք է հասկանալ դա ինչ պահանջ է եւ արդյոք դա համարժեք պահանջ է, թե ոչ։ Նկատի ունենալով Բաքվի ախորժակը կարելի է ընդհանրել։ Դե Բաքուն շատ բան է ասում ու մենք ոչ մի բանի դիմաց բոլոր պահանջները անում ենք Բաքվի։ Ոչ մի բանի դիմաց։ Ոչ մի բանի դիմաց։ Հիմա սա կոնկրետ մարդկային կյանքեր են կապում։ Պետք է անել դա։ Դե եթե պետք է Ղարաբաղը տային, գնային ճանաչային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, թող 23 հոգու դիմաց գոնե ճանաչային, եթե ոչ մի բան չէինք ստանալու։ Թող 23 հոգու դիմաց ճանաչային, գոնե։ Համարժեք չէ, բայց երբ որ դու 23 չէր, 23 հետո դարձավ, չէ՞, հետո։ Բայց եթե դու գնում ես ու ոչ մի բանի դիմաց զիջում ես ինչ-որ բան ու դրա դիմաց ոչինչ չես ստանում, ինչ ասել այս մարդկանց մասին։ Դրանք բոլորը արդարացումներ են։ Բանակցային process որպես այդպեսին կա թե չէ։ Ձեր պատկերացմամբ։ Ես կարծում եմ այս պահին չկա բանակցային process, որովհետև չկա բանակցային հարթակ process-ի համար։ Եվրոպան եւ ԱՄՆ այս պահին մեր ժամանակը չունեն եւ նաեւ այն առաջնորդները, ովքեր այն բանակցային process-ները այսպես ասած կազմակերպում էին, Գերմանիայում մենք տեսանք իշխանությունից հեռացավ Շոլցը, ԱՄՆ-ում հեռացավ Բայդենը, Շարլ Միշելը այլևս գոյություն չունի, նա իր սև գործը արեց գնաց, մնացել է միայն Մակրոնը, Մակրոնի օրերն էլ են կարծում եմ հաշված, այո, դատելով Եվրոպայի այո աշխարհաքաղաքական վիճակից, ես կարծում եմ, որ Մակրոնը եւս հեռացող նախագահ է եւ այս իմաստով արևմտյան հարթակներում այլևս անելիք չկա ու իշխանությունը ստիպված վերադառնալու է մոսկովյան օրակարգ եւ ես դա չեմ ասում նրա համար, որ ես ուզում եմ, որ իշխանությունը վերադառնա մոսկովյան օրակարգ, ուղղակի այլ տարբերակ չկա։ Այլ տարբերակ չկա։ Այլ տարբերակ այո չկա։ Պետք է գնալ Մոսկվա։ Պետք է գնալ մոսկովյան հարթակում բանակցել, իսկ ուղիղ բանակցությունները անթույլատրելի են, որովհետեւ
իշխանությունը չունի, Հայաստանի իշխանությունը չունի այդքան լծակ, որպեսզի դեմ առ դեմ Ադրբեջանի հետ բանակցի։ Երբ որ դեմ առ դեմ Ադրբեջանի հետ բանակցում, մենք տեսնում ենք, թե ինչ է լինում, հա։ Նա պահանջում է, սա կատարում է, նա պահանջում է, սա կատարում է։ Եվ առհասարակ խաղաղության բանակցությունների վերջնարարությունը պետք է լինի խաղաղության թուղթը, եթե այդ խաղաղության թուղթը երաշխավոր չունի, դա չի կարող երկար տևել, գոյատևել։ Դա լինելու է պատրանք, ժամանակավոր ինչ-որ պատրանք։ Բայց մեծ հաշվով նաև պետք է ասեմ, որ Ադրբեջանը այս պահին խաղաղության գնալու որևէ միտք չունի։ Ադրբեջանը շարունակում է զինվել, ընդ որում ես մի նկատառում եմ ուզում անել, այսօր Եմ ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտարարել է, որ մենք Ուկրաինայի խաղաղությունը պետք է ուժով լուծենք եւ դրա համար Եվրոպան պետք է զինվի։ Հիմա այսպիսի հայտարարություն անող մարդուց դու կարող ես գնալ պահանջել, օրինակ, կամ ասել նրան, որ Ադրբեջանը զինվում է եւ ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի դեմ։ Ոչ։ Արդեն Եվրոպան հող է նախապատրաստում, որ դու կարող ես զինվել Եվ ցանկացած հակամարտություն, այո, ցանկացած հակամարտություն դու կարող ես լուծել ուժով, ինչը եւ անում է Ադրբեջանը, դրա համար պետք է երևի եմ չինովնիկների շնորհակալություն հայտնել։ Դրա համար մենք էլ պետք է զինվենք։ Մենք էլ ենք զինվում, բայց որքան էլ զինվենք, չենք կարող համարժեք զինվել, սա է խնդիրը, բայց պետք է զինվել այնքան, որքանով որ կարողանանք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը ու անվտանգությունը։ Հիմա մի առանցքային հարց էլ եւ մոտենանք մեր այսօրվա հանդիպման ավարտին։ Ներքաղաքական կյանքը գնում է դեպի ընտրություններ իր բնականon ճանապարհով, թե ոչ։ Այո, գնում է։ Դա տեսանելի է այնքանը, որ իշխանությունն է զբաղված քարոզչությամբ։ Աշխարհում իրադարձությունները եռում են, իսկ մեր իշխանությունը զբաղվում է այստեղ նախընտրական քարոզչությամբ։ Եվ բոլորն են զբաղվում։ Անկամ խորհրդարանական ֆրակցիաների միջև իրենք կարող են իրենց թույլ տալ զբաղվել։ Իրենք երկիր կառավարելու պատասխանատվություն չունեն, բայց իշխանությունը ունի կառավարելու պատասխանատվություն, բայց բան ու գործը թողած արդեն զբաղվում է նախընտրական քարոզչությամբ։ Խորհրդարանական ընդդիմությունը իբր մեզ քիչ էր ներկա նախկին գզվրտոցը, հիմա սկսվել է նախկին գզվրտոց, որը օգտակար է, օգուտ է տալիս միայն իշխանությանը, եւ սա մի նպատակ ունի իմ կարծիքով, որպեսզի լցնի ինդիմադիր աղմուկը, որ այն բոլոր այն ընդդիմադիր ուժերը, ովքեր փորձում են հիմա ինչ-որ կերպ դաշտում բյուրեղանալ, դասավորվել ընտրությունների համար, այս մարդիկ աղմուկ են ստեղծում, որպեսզի նրանց ձայնը լսելի չլինի։ Բոլորը իհարկե այո, պատրաստվում են, արտահերթ ընտրություններ, կարծում եմ միայն ֆորս մաժորի դեպքում կարող է լինել, հերթական ընտրություններ, արտահերթ ընտրություններ, այո։ Արտահերթ արտաքին ֆորս մաժորի մասին։ Այո, արտաքին ֆորս մաժորի, ներքին ֆորս մաժորը ես չեմ կարծում, որ լինի, որովհետև փողոցային պայքարի էներգիան խորհրդարանական ընդդիմությունը լրիվ սպառել է, ոչնչացրել է օգուտ իշա Նիկոլ Փաշինյանի։ Վերջինը, կարևորը մենք խաղաղության պայմանագրով ենք գնում ընտրությունների, թե առանց։ Ուր է խաղաղության պայմանագիր։ Ասում եմ։ Իհարկե հույսը այո, խաղաղության պայմանագիրներ, բայց այս պահին չկա խաղաղության պայմանագիր, դրա համար իշխանությունը փորձում է։ Դա որոշիչ է լինելու ընտրությունների արդյունքում։ Ես կարծում եմ այո, դա որպես խաղաթուղթ օգտագործելու է իշխանությունը եւ Եթե լինի այդպիսի պայմանագիր։ Եթե լինի, խաղաղության պայմանագիր չի լինի, բայց կարող է լինել ինչ-որ նախնական փաստաթուղթ, որը օգտագործվի ընտրությունների Նիկոլ Փաշինյանին վերարտադրելու համար, բայց հետո մենք էլի նորից չհասնենք խաղաղության։ Այսինքն նպատակը դրվի այն տարածաշրջանում, մասնավորապես Թուրքիայի, Ադրբեջանի եւ ինչու նաեւ Մոսկվայի արևմուտքի կողմից, որ Նիկոլ Փաշինյանը պետք է նորից վերընտրվի, որովհետեւ հարմար իշխանություն է, հա, ինչ ասում է, անում են։ Վերընտրվի, հետո թե ինչ կլինի, արդեն ինչ-որ թղթով կարող են խաբել ժողովրդին, որովհետև ժողովուրդը այո, միամիտ է։ Անի, եթե այդ ընտրությունները ասեն իր կազմով հայտնի լինի մեզ եւ մասնակցի Լուսավոր Հայաստան եւ փորձի ձեզ հրավիրել։ Ինձ անձամբ ձեզ հրավիրել նորից կուսակցություն։ Ինչ կորոշեք։ Կուսակցական ձևաչափով ես չեմ կարծում, որ ես կվերադառնամ, որովհետև ես ասել եմ, սպառել եմ այդ ձևաչափում իմ առաքելությունը, բայց եթե կլինի այնպիսի Քաղաքական լեզվով դա կոչվում է կամուրջայերել։
Դաշինքանի։ Ես չէի անվանի կամուրջը այրել, պարզապես չեմ տեսնում, իմաստ չուներ իմ այնտեղից հեռանալը, եթե ես պետք է ընտրություններով նորից վերադառնամ մասնակցել։ Այսինքն այն պատճառները, որոնց համար ես դուրս եմ եկել կուսակցություններից, դրանք չեն անհետացել։ Բայց եթե կլինի մեծ ձևաչափ ինչ-որ դաշինքային ընդդիմության, ինչ-որ ուժեր եւ այլն, չգիտեմ, հնարավորություն ստեղծվի, ես դա կարող եմ մտածել, քննարկել, բայց կուսակցական ձևաչափով չեմ կարծում, որտեղ սպառել եմ։